Ռուսական պլանում հայ ընտրողին ուզում են պատմել մանկական հեքիաթ։ Մի կողմում իսկական Դեդ Մորոզ, մյուս կողմում կեղծ Ռոբին Հուդ։ Բայց սա հեքիաթ չէ, սա քաղաքական բրենդավորման սառը սխեմա է, գրված Հայաստանի 2026 թվականի ընտրությունների համար։ Caucasus Chronicle-ի հրապարակած փաստաթղթերում, որոնք ներկայացվում են որպես ռուսական հատուկ ծառայությունների արտահոսած նյութեր, Սամվել Կարապետյանին փորձում են փաթեթավորել որպես բարի, հարուստ, հանգիստ փրկիչ։ Նա պետք է երևա որպես մարդ, որը տալիս է, կառուցում է, պաշտպանում է եկեղեցին, ունի օրինակելի ընտանիք և կարողանում է պահել նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այսինքն ոչ թե քաղաքական գործիչ, այլ հայրական կերպար։ Մարդ, որ գալիս է, բաժանում է նվերներ, կարգավորում է տնտեսությունը, պաշտպանում է հավատը և չի վիճում Մոսկվայի հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանին նույն փաստաթղթերում պետք է ցույց տալ լրիվ հակառակ պատկերով։ Կեղծ Ռոբին Հուդ։ Մարդ, որը եկել է արդարության խոստումով, բայց դարձել է թալանչի, վատ կառավարիչ, քանդող, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացածնող, եկեղեցու թշնամի։ Նույնիսկ օգտագործվում են կրոնական վիրավորական ձևակերպումներ, որ նրան կապեն ոչ թե քաղաքական սխալի, այլ չարի կերպարի հետ։ Սա պատահական բառախաղ չէ։ Սա նախատեսված է այն 70% համար, ում նրանք անվանում են կարմիր դաշտ։ Մարդիկ, որոնք հոգնել են իշխանությունից, բայց վախենում են նա